թվականի փետրվարի 13-ին Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցում առաջին անգամ նշվեց Տյառն Ընդառաջի տոնը։ Տոնահանդեսին մասնակցում էին Բերդից և տարածաշրջանի գյուղերից երիտասարդներ, բնակիչներ։ Տեր Արամ Քահանա Միրզոյանի գլխավորությամբ եկեղեցում կատարվեց նորապսակների և նշանադրված երիտասարդների օրհնության արարողություն։ Եվ օրդացիացելով հաճեցեք, բազմացեք, երկիր լցրեք և նրան իրեցեք։ Եվ այժմ աղաչում ենք քեզ Տեր, օրհնիր, նորապսակ և նոր նշանված բոլոր ընտանիքներին, ինչպես օրհնեցիր մեր նախայրերին ու նախամայրերին, Տիրոջն Ընդառաջի տոնը խորհրդանշում է ընդառաջ գնալ Աստծուն, հավատարիմ մնալ Տիրոջ պատվիրաններին։ Քրիստոնեական ավանդական ընկալմամբ ընտանիքը հենց ինքը եկեղեցի է և պետք է կառուցվի հոգևոր սիրո և հավատարմության վրա։ Ընտանիքն է օգիկ եկեղեցի է, ընտանիքն է Աստծո եկեղեցու մանրակերտն է, ուստի շատ կարևոր է, որ ընտանիքում Աստված բնակություն հաստատի, ընտանիքում Աստված լինի, ընտանիքում սրբության գիտակցություն լինի և ընտանիքում հավիտենական սիրո և հավատարմության այդ գիտակցությունը լինի։ Թող Աստված օգնի ձեզ, թող Աստված օգնի մեզ ամենքից։ Ըստ արարողակարգի ժամերգությունից և երիտասարդներին օրհնությունից հետո տոնահանդեսը շարունակվեց եկեղեցու բակում։ Ուրախ տրամադրությամբ երգ ու պարով երիտասարդ զույգերը մասնակցեցին ծիսակատարությանը։ Սերասեմ ես մեր երկիրենթան, պապուսարոտերին ես էլ հասկանամ, պապերի սովուրա աչքովս Ներկայիս մեկնաբանությամբ խարույկի վրայով թռչելը խորհրդանշում է մեր բոցավառվող սերն առ Աստված։ Հայ քրիստոնյայի համար ընտանիքի հիմքը Աստծո հետ ապրելն է, հույսի, հավատի ու սիրո մշտական զգացում ունենալը, ազգային ավանդական արժեքներն ու հոգևոր չափանիշները բարձր պահելը։